Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցում եմ կինոռեժիսոր, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի հետ։ Ողջույն Հովհաննես, շնորհակալ եմ հրավերս շնորհելու համար։ Այս տարիներին հասցրել ենք տարբեր առիթներով խոսել եւ բոլորիս adekvat մարդկանց գնահատական այն էր, որ սրանք թրքական իշխանություններ են, այսինքն հպատակություն են հայտնել Թուրքիային ու Ադրբեջանին ու գլխավորապես Իսպանիային Ադրբեջանին իշխանությունները հերքում էին ասում են տեսեք մենք ինքնիշխանություն ենք ապահովում սրանք ընդդիմադիրները մեզ մեղադրում են վերջերս տեղ ունեցավ մի իրադարձություն որը ցույց է տալիս այս մարդկանց առնվազն վախվորած եթե դավաճանությունը չասենք վախվորած կզած ստորացած վարքագիծ Ստեփանակերտում քանդվեց մարտաճարը Արցախի Ստեփանակերտի եւ ինչ եղավ Ադրբեջանը որևէ մեկնաբանություն չարեց փոխարենը այստեղ լծվեցին գործի ԿՊԱ-ականները Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյան եւ ասացին դե իրենց ինքնիշխան տարածքն է ինչ ուզում անում են Նիկոլ Փաշինյանն էլ երեք ասաց թե հիմա ապօրինի կառույց է եղել մարդիկ քանդել են ձեր արձագանքը Նախ Նիկոլ Փաշինյանի այդ թուրքականությունը եւ Նիկոլ Փաշինյանը չէ միայն այլ քաղաքացիական պայմանագրի ուղղվում է ոչ միայն հայության դեմ, այլ մարդկության դեմ։ Նրանք ինչ որ անում են, դա ոչ միայն հայերի դեմ անելով հանցագործություններ, անում են մարդկության դեմ հանցագործություններ։ Նրանք հպատակվելով Թուրքիայի ցեղասպանությանը, ոչ թե հպատակվելով, այլ աջակցելով եւ մասնակցելով Թուրքիայի ցեղասպանությանը, նրանք խախտում են միջազգային իրավունքը։ Եվ որքան ավելի ու ավելի են խորացնում իրենց հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այնքան ավելի անհեթեթ ու ավելի կոպիտ են խախտում միջազգային իրավունքը։ Մի քանի օրինակ, հեսա կմոտենանք եկեղեցու թեմային, բայց փախստականների վերադարձի հարցը միջազգային իրավունքով ամրագրված, փախստականների կոնվենցիա կա, Պիներոյի սկզբունքներ կան, հազար ու մի ձև փաստաթղթեր կա, որտեղ փախստականների վերադարձը եւ սեփականության իրավունքի վերականգնումը ոչ միայն ամրագրված է բազմաթիվ պետությունների կողմից, այլ նաև Հայաստանը միացել է, պարտավորվել է այդ ամենին։ Հիմա սա եկել է ու ինքն իր էթնիկ խմբի, իր ազգի ներկայացուցիչների իրավունքները ասում է չկան։ Պատկերացնում եք, ամբողջ աշխարհը միավորվել է, ասել է, որպեսզի աշխարհը լինի քաղաքակիրթ, մարդակենտրոն, մենք պետք է ընդունենք սա գալիս է ասում է, չես համաձայն չեմ, որովհետև իմ էթնիկ խումբը չունի այդ իրավունքը։ Սա ներքին, ներքնայնացված ռասիզմ է, չէ՞։ Սա արդեն մարդկության դեմ հանցագործություն է ու այս եկեղեցին Ավելին ասում են այդ իրավունքից խոսենք պատերազմ կսկսվի։ Դե հասկանում եք ինչքան սուտ է ասում, ասենք միջազգային իրավունքով ամրագրված հարց է։ Դու գնում ես ՄԱԿ, սկսում ես, չէ՞, ՄԱԿ-ից, ասում ես ունեմ այս խնդրեմը, ձեր կանոնադրությամբ, ձեր կոնվենցիաներով ամրագրված է, այս խնդրեմը կա։ Հիմա Ադրբեջանը այս խախտում է, չէ՞։ Ինչ ենք անում այս հարցի շուրջ։ Իմ քաղաքացիները, իմ էթնիկ խումբը այս խնդրի առաջ է կանգնած։ Հիմա Ադրբեջանը որ սկսում է պատերազմ, էլի նույն հարցն է դնում, կամ այդ ՄԱԿ-ը նրա համար է, որ զսպի Ադրբեջանին այդ պատերազմը, այսինքն դու իրավունք չունես այս անելու համար։ Հասկանում եք, դրա համար այս պայքարը ինքը նիկոլիզմը միայն հայերի պայքարը չի, սա աշխարհի կարգ ու կանոնի պայքարն է։ Մենք ուղղելով մեր ջանքերը այս ԿՊԱ-ական իշխանության դեմ փորձում ենք վերականգնել աշխարհի կարգ ու կանոնը։ Ի վերջո մենակ Հայաստանում չի այդ խնդրեմը, Իրանում վերացնում են բաներին, առաջնորդներին, առանց որևէ պատասխանատվության։ Իսրայելում պաղեստինցիներին ամենադաժան ձևով ցեղասպանության են ենթարկում։ Ու այս իրանցիների ասած Էփշտեյնյան կոալիցիայի մասը նաև այս ԿՊ-ն։ Ու հիմա մենք ինչ ենք անում հայերովս, որ դիմադրում ենք Նիկոլին, փորձում ենք աշխարհում այդ կարգ ու կանոնի հաստատման ջանքեր գործադրել։ Հիմա սրանք, որ ասում են բանն է, Ադրբեջանի տարածքը ինչ կուզի կանի, նախ Ադրբեջանի տարածք չի, որովհետև որևէ ձևով Արցախը
Արցախի ճանաչումը չի չեղարկվել, այնտեղ եղել է հանրակրվե, արցախցիները ինքնորոշվել են եւ մեկ անձ ուղակի բանը ստորագրություններ չենք տեսել, ճանաչել է Ադրբեջանի կազմը, ոչ այստեղ ինչ որ ազգային ժողովը գնացել, ոչ ինձ են հարցը։ Հովանես, ես կխնդրեմ, արի մի պահ դժվար է քեզ համար ինձ համար պատկերացնել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, հա, իրենցում։ Արի մի պահ դա պատկերացնենք։ Հիմա Սա ինչ եմ ասում, որովհետև եթե ելնենք սրանց դեֆորմացված, քայքայված արժե համակարգից, հա, այդ դեպքում ստացվում է հայերի ցեղասպանությունը Թուրքիայի սուվերեն տարածքում ա եղել, այդ դեպքում ինչ ցեղասպանություն։ Հրեաների ցեղասպանությունը Իսրայելում տեղի չի ունեցել, մեծ մասամբ տեղի ունեցել Գերմանիայի սուվերեն տարածքում, ինչ ցեղասպանության մասին է խոսքը, հա, այսինքն սա կարծեք թե նախապատրաստությունն է մեծ ուրացման, որ կասեն ժողովուրդ ջան, Օսմանյան Թուրքիայում ցավալի իրադարձություններ են եղել, դա մեր հետ ինչ կապ ունի, ոչ մեր տարածքային ամբողջականության մաս է, Թուրքիայի սուվերեն տարածքում ա եղել, Թուրքիան է իր քաղաքացին, այն ինչ որ Էրդողանն է ասում, թող գնան ճշտեն, սա այդպես չի ստացվում։ Այդպես է, հենց դրա համար պետք է անցալենք մենք եւ աշխարհը, որ քաղաքացիական պայմանագիրը ինքը ցեղասպան ահաբեկչական խմբավորում է, նա քաղաքականության հետ կապ չունի, եթե նա զրկում է մարդկանց իրենց իրավունքներից, էշ արտահայտություններ անելով, օրինակ ինչպես տեսանք իրենց տարածքներին ինչ-որ, լավ, ենթադրենք Արցախը չի։ Ես դա եմ ասում, ենթադրենք Արցախը չի, հա։ Բայց կներեք, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիա կա, որ ամեն երկիր իր տարածքում պարտավոր է բան անել, պահպանել բանը, մշակութային ժառանգությունը, Ժնևի կոնվենցիա կա ի վերջո դրա համար։ Ասեք, հասկանում եք, իրենք մեր ունեցվածքը, մեր ժառանգության ոչնչացումը, նույնիսկ ժառանգություն ոչնչացնելու, արդարացնելու համար պատրաստ են միջազգային իրավունքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է այդ արյունից ելնելով, այդ դաժանություններից ելնելով, պատրաստ են ոչնչացնել։ Ու սրանք իրենց համար բանը եվրոպական երկրների ինչ որ բան են ընդունում հեսա այստեղ համայնքի ինչ որ ներկայացուցիչների։ Եվրոպան էլ է լրիվ դեգրադացել փաստորեն, դա Եվրոպան չէ, այն Եվրոպան, որ մենք սիրում ենք, որտեղ է աջակցում են մեկին, ով զրկում է ինքն իր քաղաքացիներին։ Եվրոպայից որ դուք սիրում եք, մենակ Արայք Հարությունյանն է մնացել։ Ինքը Եվրոպայից, հա։ Այս մարդկանց առածները շատ ավելի։ Հովանես, գիտես, ուրիշ դրվագ կա, լավ, Նիկոլ Փաշինյանն երեք լսեցինք, խելագար ինչ-որ մեկնաբանություններ էր անում, որ դե դա 16 թվականին կառուցված եկեղեցի է, մշակութային ժառանգություն չէ, այս մարդը մշակութային ժառանգություն մտածում է գինի է, պիտի պարտադիր հին լինի, որ մշակութային ժառանգ, բայց եկեք այդ էլ համաձայնենք, ու համարենք մենք էլ Նիկոլ Փաշինյանի նման դեգրադացած մտքեր ունենք մշակութային ժառանգություն։ Այդ պարագայում մենք պետքա Դաշնակցությանը պահպանենք, ԿՊ-ին վերացնենք։ Հա, այդ այո։ Հիմա նայ, բանը, հա, հին չի, չէ, Դաշնակցությունը հին չի, Դաշնակցությունը հին է։ Այո։ 35 տարի եւ ավել եղել է կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտային գոտում ապրել է ժողովուրդ, որը ունի հավատք եւ կրոնական ազատության միջազգային այդ երաշխիքները չեն ասում, որ կոնֆլիկտը ավարտվի նոր կհավատակ Աստծուն, կոնֆլիկտը կավարտվի նոր եկեղեցի կունենաք։ Այդ կոնֆլիկտի ընթացքում կառուցվել է եկեղեցի, մարդիկ իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու համար կառուցել են եկեղեցի, որը նաև մշակութային ժառանգությունը շատ գեղեցիկ ճարտարապետություն ուներ, այսինքն Ադրբեջանում դժվար կարելի է գտնել այդպիսի զուտ, եթե ճարտարապետության տեսանկյունից գտնենք։ Սա փաստորեն այդ իրավունքն էլ է խախտում, ասում դուք Աստծուն հավատալու իրավունք չունեք, քանի Արցախի կոնֆլիկտը չի ավարտվել։ Հա, որովհետև հիմնավորումները կար, Ադրբեջանը ինչ է քանդում այդ եկեղեցին։ Սա ինչպես կմեկնաբանեք, ասեք։ Սա իրենց ոնց որ անհավատ լինելու նաև ցուցիչն է։ Գայք անհավատ լինելը խնդիր չի, մարդը կարող է չհավատալ Աստծուն, ունենալ ագնոստիկ լինել, աթեիստ լինել, բայց հարգելով բնականաբար այն ժառանգությունը, որը որ կար մինչև ինքը ասում որ հայարակելական եկեղեցու հետևորդ է, դրա համար։ Դա ասում, չէ, դե հայարակելական եկեղեցու հետևորդը չի կարա Խոստանը սահմանադրություն խախտի։ Սա առանձին մի հատ քննարկման թեմա է, որ նայեք, օրինակ հիմա քաղաքական ուժերը պետքա օր ու գիշեր ցույցեր անեին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը չմասնակցի ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, չգիտեմ, իրավականորեն չի կարգավորվում, որ եթե խոստացել ես սահմանադրությունը խախտես,
չես կարող մասնակցես ընտրություններին, բայց տրամաբանորեն այդ խախտումը պետք է ենթադրի, որ չպետք է մասնակցես։ Հիմա եթե օրինակ ԿՊԱ-մերձ այդ հասարակական կազմակերպությունները, մասնավորապես Սաքունցինը, բերում են մտցնում են ազգային ժողով ընտրական օրենսգրքի փոփոխություն, որ հատուկ անունով դաշինքներ չեն կարող լինել, ասենք չգիտեմ, Կարապետյան դաշինք, Սամվել Կարապետյան դաշինք չի կարող լինի։ Այս պարագայում, երբ որ այս մարդը խոսք է տալիս սահմանադրությունը խախտի, միթե սա ավելի մեծ պրոբլեմ չի, քան անունով դաշինքը։ Ինչի այդ դեպքում հիմա չեն բերում բանը ընտրական օրենսգրքում փոփոխություն անեն, որ եթե դու խոստանում ես սահմանադրություն խախտել քո ծրագրում, ապա դու չես կարող մասնակցել։ Դու սահմանադրության հիման վրա ուզում ես ընտրություններով գաս իշխանության ու խախտես այդ սահմանադրությունը, այս նոնսենս է։ Ու այս պարագայում ասենք հա դիմեցին ձեր ակնկալիքը։ Իմ ակնկալիքն է, որ գոնե հասկաց այդ ընկալումը առաջանը հանրության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ոնց են ընկալման մեջ մտցնում, որ Սամվել Կարապետյանին կաշառքներ են բաժանում, չէ՞։ Այդ վարկաբեկման միջոցով փորձում են հասնել ինչ-որ բանի արդյունքի քվեարկության օրը։ Հիմա նույնը պետք է այստեղ էլ արվի, այս խնդիրը, որ սահմանադրություն են կեղծում, նվազ խնդիր չի ընտրակաշառքներից։ Ընտրակաշառքները հələ վերացվող է, բայց որ դու խոստանում ես սահմանադրություն կեղծես, դա բան չկա, այդ եթե կեղծելուց հետո արդեն հետընթաց չկա, որովհետև կեղծեցին Տավուշի տարածքները տալով, կեղծեցին Արցախը տալով, հիմա այդ դրանց պատճառով, այդ սահմանադրության կեղծիքի պատճառով այս օրին ենք հայտնվել, որ Ադրբեջանում եկեղեցի են քանդում, սրանք ասում են դե հա բան չկա, արցախցիների վերադարձի իրավունքը ջնջում են, այս սահմանադրության կեղծելու խախտումներն են։ Ընտրակաշառքի պարագայում դեռ կարող ես այդ բանը վնասը վերադարձնել, եթե եղել է իհարկե։ Իմիջիայլոց այդ էլ հարցի մյուս կողմն է։ Անմեղության կանխավարկածները խախտելով, ապացույց կա, որ ընտրակաշառք են բաժանել։ Հետո ինչ որ այդ զայնագրությունը, ինչի եք մտցնում գցում բանի, ուր է ապացույցը բանի դատարանի վճիռը, որ ընտրակաշառք ա եղել։ Նույնն էլ բանի հետ չարեցին, Բագրատ Սրբազանի հետ, Սրբազան շարժման մարդկանց զայնագրությունները հրապարակում են, քարոզչական արդյունքը ստանում են։ Իրանց պետք է քարոզչական, հետո էլ դատարանը ինչ կորոշի։ Քարոզչական արդյունքն է իրանց պետք հասնել այդ տակտիկական խնդրի լուծմանը, տակտիկական խնդրի լուծումը այս պահին ընտրություններում հաղթելն է, ռազմավարական խնդիրը Հայաստանի ոչնչացումն է, բայց տակտիկականը ընտրություններին հասնելն է։ Հիմա եթե տակտիկական խնդիրը այս քարոզչական միջոցով կարողանում են լուծեն, իրենց շատ պետք է անդե ընտրակաշառք բաժանվել, չի բաժանվել, դատարանը արդար չի, վճիռ կա, չկա։ Էս են իրանք անում։ Հիմա նույն պարագան, նույն էս պարագայում։ Ես ասենք նույն էս ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախկին քաղաքացիական կինը, որ հիմա վերադարձել է, չգիտենք ինչ կարգավիճակով է վերադարձել, ճիշտ ասած, կառավարական առանձնատուն իր ղեկավարած հիմնադրամը մարդկանց բարեգործություն անում, որը օրենքով արգելված է անդրում։ Եվ պիտի ընտրակաշառք համակարգ։ Հա, դե թող հիմա ասենք Ռուբեն Ռուբինյանը դուրս գա այդ իր լայվերին ու սկսի վախեցեք, Աննա Հակոբյան, ասում է Կալուգայի Սամու, ասել դիմում եմ Ղրերի Աննային։ Վախեցեք։ Հա, հիմա այդ գործընթացը պետք է կատարել, պիտի կալանավորված լիներ։ Օրինակ, այս տրամաբանությամբ։ Երկրորդ, ասենք Աննային պիտի կալանավորվի։ Դե հա։ Այս տրամաբանությամբ։ Հա, այս թե չէ բանի կալանքը որպես պատիժ կիրառելը, դա էլ բան մարդու իրավունքների մեկ այլ խնդիր է, որ այս տարիների ընթացքում անդադ տեղի է ունենում, այս ուրիշ հարց է, բայց այս տրամաբանությամբ եմ ասում։ Մյուս տրամաբանությունը այն է, որ փաստորեն ամբողջ ֆոկուսը քնչականով բանով, դեռ հələ ուրիշ բաներ էլ պետք է հայտնվեն, էլի թե քնչականում ոնց են sense ֆոկուսի մեջ պահում, ասենք ուժեղ Հայաստանի ՀԿ-ները, այնտեղ աշխատանքային ծառայությունների մատուցման պայմանագրերը մարդկանց կանչում ոստիկանություններ, վկայություն տալու, անհանգստացնում, ահաբեկում եւ այլն եւ այլն։ Այսինքն ամբողջ այս իրավապահ ֆոկուսը կենտրոնացած է ուժեղ Հայաստան թիմի վրա, իսկ այն մնացած թիմերը, օրինակ ինչի չեն Արամ Սարգսյանը բնականաբար ծառայության մատուցման համար ինչ որ ՀԿ-ներով, ԱՁ-ներով արելա, չէ՞։ Բայց մի հատ կանչեք վկայություն կայտել է բանները։ Ինչ արել։ Չեմ ենթադրյալ եմ ասում, ենթադրաբար ինքը ծառայությունների մատուցման համար մարդկանց վարձատրել է, աշխատանքային պայմանագրեր ունի, չէ։ Հիմա թող այդ թեմաների մեջ էլ մտնել մարդկանց կանչեն։ Տարբերություն կա, Սամվել Կարապետյանը պայքարում է այլ ընդդիմադիրների հետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արամ Սարգսյանը ուղեկցում է
Նիկոլ Փաշինյան, էսկորտ ծառայությունները հասկանում ենք, Մատուցում Փաշինյան։ Չէ, բառը Մենք դա էսկորտ հասկանում ենք, ծառայությունը ուղեկցման ծառայությունն է։ ծառայությունն է, այո։ Հիմա չէ, մենք դա հասկանում ենք, բայց տրամաբանությունը, որ այստեղ Մեշխանությունից չի պիտի իր էսկորտնից Ազատվի։ էսկորտի դեմ, այո։ հա, արդար ընտրություններ կազմակերպելու համար, որովհետև այն ինչ որ արվում է հիմա այդ ուժեղ Հայաստանում, դա ընտրակեղծիք է։ Մարդկանց կալանավորելը, կանչել հարցաքննության եւ այլն։ Հովանես, արի չհերքենք ձայնագրությունները, բայց արի Չէ, ոչ չէ, լսի ինչ ոչ հերքի, ոչ հարցի։ Չէ, թույլ տուր ավարտեմ խոսքս։ Հիմա ուժեղ մեկնաբանություն եմ բերում, իօգուտ ուժեղ ասած, պատկերացրու, ասենք, որևէ մեկը դիցուկ իշխանություն է, մեկը իր դեմ պայքար է սկսում, ինքը կարող է, չէ՞, մի 50-100 մարդ ուղարկել, ասա գնացեք անդամագրվեք այդ ուժին, գնան անդամագրվեն, ասոցացվեն, ինչ որ հանրահավաքների մասնակցեն, լուսանկարներ, տեսանյութեր այդ մարդկանց մասին հավաքեն, հետո այդ մարդկանց ասեն, ձեր ընկերների հետ խոսելուց խոսեք, ասեք ընտրակաշարք բան, որտեղ մենք դեմքերը չենք տեսնում, չէ՞, ովքեր են խոսում, նրանք իրականում կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ, թե ոչ, կամ կապ ունենալուց այդ մարդիկ արդյոք իշխանության գործակալները չեն, եւ հենց այս ձայնագրվելու նպատակով որովհետև ձայնագրության որակն էս լավ ոնց որ տղերքի չլեն ԱԱՑ պատվել ձայնագրվել դուրս են եկել կամ civic Պոդքասթի բادرով պոդքասթ ասած իրար դեմ նստած ասել տվել են ձեռները կարթա բան գործ կտանք քեզ աղբեր հա բայց կարա չէ այդպեսի բան լինի այսինքն ուզում ասեմ մենք այս իշխանությունը 44 օրյայից հետո հələ կորոնավիրուսից հետո 44 օրյան այդ ուղակի ավելի մեծ ողբերգություն էր բայց կորոնավիրուսից հետո կամ նույնիսկ իշխանության գալուց հետո երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց ժողովրդավար պետությունում սուպեր վարչապետական համակարգ գոյություն չունի Պետրոսի մոտ ասաց դե ուրիշ բաներ էր ասում Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ որը մեկը չպիտի առաջադրվի այդ հա այն ժամանակ այդ աղջիկ ժամանակ հիմա այս իշխանությունից դուրս եկած որևէ լուր ինքը ապրիորի սուտ է որովհետև եթե այս տարիների ընթացքում այսքան խաբել են մենք չպետք է իրանց հավատանք ապրիորի սուտ է ես այդտեղ համաձայն եմ քեզ հետ որովհետև այո ասենք եթե 1000 անգամ մարդ խաբել է ինչի պիտի 1001-րդ անգամ չխաբի չնայած խաբելուց բացի ես կարծում եմ իրական տպավորություն ստեղծելու համար իրենք կարող էին այդպեսի բան անել 50 հոգի գործակալներ ուղարկել ի վերջո լավ ոչ մի քաղաքական ուժ հատկապես ընդդիմադիր հատուկ ծառայություն չունի, չէ՞ որ մարդկանց ստուգի, գաղտնալսի հասկանես մարդիկ ուղարկված են, ուղարկված չեն կամ լավ ասենք Սամվել Կարապետյանի թիմակիցները, ասենք Սամվել Կարապետյանը ինչ գիտի իրեն միացած ինչ որ աջակից, ինչ է խոսում իր հարևանի հետ հեռախոսով։ Հա, կարա չէ՞ այսպեսի բան։ Որտեվ եթե Նիկոլ Փաշինյանի աջակիցների լսենք գաղտնալսենք, չէ, գաղտնալսենք։ Շատ վտանգավոր բաներ կբացահայտվեն։ Ընդ որում ինձ գաղտնալսել պետք չէ, հենա խնդրեմ, օրինակ Արսեն Թորոսյանի հետ արածը, այդ որ ասում է իրանց տարածքն է, ինչ ուզեն կանեն, սա շատ ավելի մեծ բան հանցակազմ պարունակող է, այն իմաստով, այսինքն դու իրանք արդարացնում են մարդկության դեմ հանցագործությունը։ Հասկանում չեն էլ թողնում Ադրբեջանը արդարանա որ Եվրոպացուն բացատրելու համար սա նույնն է որ ասենք Գերմանիայում հոլոկոստը ասեն դե լավ են արել են Էս պետք է պատկերացնել։ Հիմա մենք ապրում ենք այս ներկա պայմաններում, այդ ոնց որ ուղեղին չի հասնում։ Բայց երբ որ անջատվենք այս ԿՊԱ-ական իրականությունից ու վերադառնանք մեր իրական Հայաստանը, կզգանք թե ինչ մակարդակի անհեթեթություն ա եղել, ու սրանք պետք է բոլորը Նյուրնբերգյան տրամաբանությամբ անցնեն։ Դու չես կարա վեր կենաս ու արդարացնես մարդկության դեմ հանցագործությունը։ Չես կարա հելնես ասես, ես ողջունում եմ Չէ, բանը, ես ողջունում եմ հрьяաների ցեղասպանությունը, չեմ հույների, հայերի, եզդիների, այս նույն մակարդակի հավասարեցված բան են սրանք ասում։ Ու սրանք էլ բանն էին այդ ժողովրդավարության բանը իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն կար, Դաաշը։ Այո։ Ես ենթադրում եմ, կարող եմ ենթադրել, որ Արսեն Թորոսյանը իրենց մեկնաբանություններից է օգտվել այդ եկեղեցու քանդման արարողությունը գործողությունը մեկնաբանելուց, որովհետև 2014 թվականին երբ գրավեցին եզդիական բնակավայրեր, պայթեցնում էին սրբավայրեր, հայտարարելով, որ իսլամի հողի վրա իրավունք չկա այսպիսի տաճար կառուցելու։ Այո։ Հիմա Արսեն Թորոսյանը նույն Դաիշն է, նույն իսլամական պետությունն է, բայց արդեն քրիստոնեական կոթողների դեմ։ Բայց փողկապով նույն Դաիշն է։ Կարող չես կարող իրիկուն թրաշ բանա դնում։ Այդ արդեն թող իրիկունը լայվ մտնի կհասկան։
Լավ, ժողովրդի տրամադրությունների մասին ինչ կասես, տարբեր հարցումներ են հրապարակվում, հավաքական ընդդիմությունը ոնց որ թե ավելի շատ ձայներ ունի, բայց այնտեղ կա օրինակ բավական զգալի տոկոս փոշիացնող բաներ։ Ընդ որում, նայ, ես օրինակ փոշիացնող չեմ համարի, օրինակ Արման Թաթոյանը, որը ասենք այսպիսի տոկոս ունի, կարող է անցնել, կարող է չանցնել, չէ, ես Աստված տա անցնեմ բոլոր ընդդիմադիր ուժերը, բայց ասենք կա ուժ, որը 0.3% ունի, էլի, արա ինքն էլ լավ գիտի, էլի, որ հաստատ չի անցնի։ Այն որ իրիկունը հավաքում են տուն, կնոջը չի կարողանում համոզել, որ իրեն ընտրեն։ Որտեվ կին ասում է դե լավ, էլի, ընտանիքի գլխին փորձանք ես բերել, պետության գլխին էլ կբերես։ Ես տեղ երկու դիտարկում ունեմ, էլի, ես հարցի շուրջ։ Մեկը մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը, այսինքն օրենքները այն իրավիճակում են, որ տալիս են այդ հնարավորությունը փոշիացում ընտրապայքարների մեջ։ Եվ բնականաբար դրանից պետք է օգտվի ով իշխանությունը։ Հիմա իշխանությունը օգտվում, այո, օգտվում է, ինքը ունի իր արբանյակ ուժերը, որոնց տենց մտցնում է խաղի մեջ, հետո իրանցից ստանում է իր փայը։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա։ Ի վերջո ընտրությունները քաղաքական ստուգողական աշխատանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Ընտրությունների միջոցով, ինչպես է տնայիններն արել։ Հա, էլի, ասենք ոնց որ բանը զինվորի համար, հրամանատարի համար պատերազմն է այդ միջոցը, թե ինչպես է տնայինները արել։ Քաղաքական գործիչների համար էլ ընտրություններն են։ Ու կան ուժեր, որոնք իրենց բանն են, ոնց որ գիծն են դրել քաղաքական, որ այդպես տարիների ընթացքում պետքա զարգանան։ Ասենք հիմա իրանք գիտեն, որ չգիտեմ 1% ունեն 0.1% ունեն, բայց իրենք կարող են ունենալ իրենց հաշվարկը։ Չէ, այդտեղ համաձայն եմ գыз, բայց չէ, բայց մենք երբ որ լսում ենք այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իրենք ապոկալիպտիկ վերլուծություն են, որ սա ճակատագրական ընտրությունն է, սա վերջի ընտրություն, լավ վերջի ընտրությունն են չեք մասնակցում փոշիացնելով ձայներ, որտեվ քո ասացի տրամաբանությամբ նորմալ է, որ այդ մարդիկ մասնակցեն զարգանան, չնայած մյուս կողմից, եթե ընտրությունները համեմատում ենք պատերազմական գործողությունների, հա, քննություն հանձնելու հետ, ասենք աննորմալ կլինի, չէ, պատերազմի դաշտ տանել, բացարձակ տեսողություն չունեցող մի 20-30 հոգու մի 30-40 հոգու ոտքեր չունեն, հա, ասենք ձեռքեր չունեցողի, ու բայց բարձր չէ, մարդիկ զոհվելու են, չէ։ Ես այլ ձև եմ նկարագրել։ Չէ, զոհվելու են, չէ, այդ մարդիկ, որ տանում ես այդ պատերազմը։ Ես ոնց ավելի շատ կնկարագրեի, որպես նոր, ասենք, զինվորի, նոր ինչ-որ սպայի, որը նոր ավարտել է համալսարանը ու դու իրան տանում ես պատերազմ։ Ոչ թե դու զրկված ես, այլ դու պոտենցիալ ունես աճելու ու իր ընտրությունը քո եւ ընտրությունը քո հնարավորությունն է այդ աճը գրանցելու, զարգանալու։ Ու այդ իմաստով ես բայց քո ձեր ասած տարբերակը որ հա այդ լինում է երկերեսայինցին, եթե ասում ես սա վերջին ընտրություններն է ու այդ իմաստով ես մասնակցում։ Ոնց ասես սա վերջին պատերազմն է ու հա էլի այդ նույն տրամաբանությամբ մասնակցես։ Իհարկե սա վերջին ընտրությունը չի եւ մենք պետք է հասկանանք, որ ընտրությունը ինչ արդյունք էլ գրանցվի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ժողովրդի տրամադրության հետ կապված այդտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որ ընտրակեղծիք է, չերևացող ստվերային ընտրակեղծիք է։ Հասարակությունը շատ վախեցած է։ Այս բոլոր այս բռնաճնշումները, այս թուրքական, այս ազդեցությունները հասարակությանը պարել են վախեցած վիճակում։ Մենք ֆիլմ էինք նկարում։ Ահա, ձեր ֆիլմը պատրաստ է ձեր, թե ուրիշ ֆիլմի մասին եք խոսում։ Չէ, ֆիլմը շուտով էկրան կբարձրանա, մայիսի 15-ին էկրան կբարձրանա։ Ֆիլմը Հայակվեի հետ ենք արել ու պատմությունը այնա որ ուսանող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր ուսանող ու նաև հանդիսավար, հա, վրացերեն ասած Թամադա, ինքը ոնց որ փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում ադրբեջանցիներին վերաբնակեցնել Հայաստանում, ու սկսում է ուսումնասիրություններ անել։ Այդ ուսումնասիրությունների ընթացքում պարզում է, որ իր բնակավայրը, ինքը Հնաբերդ գյուղից է, իր բնակավայրը վտանգի տակ է, որ ադրբեջանցիները այդ շուրջը կարող են ապրեն։ Հետո գնում է հանդիպում է, ծանոթանում է ընտանիքների, որոնք մի քանի անգամ են գաղթել։ Օրինակ լրագրող Մնացական Ազիզյանը, ինքը Նախիջևանի Գեհենիկ գյուղից էր, 60-ականներին ադրբեջանական իշխանությունը նենց էր ստեղծել, նենց իրավիճակ էր ստեղծել, որ ստիպված թողնեն գնան։ Գյուղը մեկուսանում էր, էլի ձմեռները աշխարից։ Ու գնում են Բաքու 60-ականներին։ Հետո 80-ականներին դե լինում է այդ արդեն բանը, ջարդերը։
ու ինքն էլ հարցազրույցներ արեց Սումգայիթի հայերից, որոնք ջարդերի մեջ են եղել, սարսափելի բաներ է պատմում, ու գալիս են Արցախ, Ստեփանակերտում տուն են հիմնում, զարգանում են, տենց շատ մի խոսքով ունենում են երեխեք, իրենց որդին է զոհվում 44-օրյային, ու նորից բռնագաղթ։ Մյուս մեր հերոսը Մինգեչաուրում է ծնվել, Ջուլիետա Արստամյան, էլի 80-ականներին գաղթի է ենթարկվում, բռնագաղթի իր ընտանիքով, գալիս են Ստեփանակերտում ռմբակոծում են այդ հանրակացարանը, որտեղ մտնում էին, հետո մի խոսքով Շուշիում տուն են հիմնում, Ջուլիետան բան է ստեղծում, հեղինակային երգի ակումբ է ստեղծում, շատ լավ հեղինակային երգի ակումբն էին երեխեքով բանով, ու նորից 20 թվականին բռնագաղթ դեպի Հայաստան։ Ու հիմա այս մարդկանց վտանգի տակ են, որ կարող է բանը վաղը մյուս օր Մի հատ ադրբեջանցիները բռնագաղթ կազմակերպեն։ Հա, էլի։ Ու այս հետո մենք գնում ենք Ամասիա, ինչի համար է սկսեցի պատմել, որովհետև մի ադրբեջանցի մտել էր Ամասիա, ինքն իրեն նկարել էր, ասել էր սա մեր տունն է, հայրենիքն է, եկեք բոլորդ, ու մենք գնում ենք Ամասիա, երբ որ իրենք իմանում են, թե մենք ինչի համար ենք եկել, հրաժարվում են հարցազրույց տալ, ոչ ոք չի խոսում, ասում են, որ մարդիկ գալիս են ստեղ, ասում են, թե սա թուրքական է եւ այլն, ասես մի հատ վախի մթնոլորտ է, էլի, ասես վախը, ու ասենք այս մարդկանց, ասես վախով տանում են ընտրության, սա չեղավ ազատ արդար ընտրություն։ Սա, եթե մարդը վախենալով է գնալու քվեարկի, ուրեմն ընտրությունը Գլոբալ վախ էլ կա, չէ՞, Փաշինյանը ասում է, մեզ չընտրեք պատերազմ անելուց է։ Հա, ասում է, մեզ չընտրեք։ Գլխավոր վախն է, որ պատերազմ լինելուց։ Պալևը կսպանի ձեզ, եթե մեզ չընտրեք։ Փոխանակ ասի, եթե հանկարծ Ալիևը հարցակվի, ամբողջ աշխարհով թմկահարելու ենք, այդ իր ագրեսիան ցույց տանք եւ այլն, մեր ինքնիշխան պետության վրա է, ասում եմ, եթե չընտրեք պատերազմ լինի։ Դե հիմնավորումներ բերում է, դե ինչի պիտի սկսի, որտեվ դե ասում եմ դուք խաղաղության գործընթաց տորպեդահարելու եք։ Ու մենք էլ պարտվելու ենք հաստատ։ Դե սուտ ասում, տեսեք, որովհետեւ ինքն է գործընթացը խաղաղության։ Ու ես այդտեղ սպասում եի, որ վերջում ինքը կպահանջի $1 ու 1 միլիոն հատ ուղաթիռ, բայց այդ պահանջը չեղավ։ Այդ չհասկացա այդ $1 ու 1 Դու որ փախնի Հայաստանից։ Հա, որ փախնի Հայաստանից, հա։ Հա, դեպից մենք հասկանում ենք, չէ՞ որ սուտ ասում։ Ինքը եկավ, որ այդ խաղաղության գործընթացը, անունը խաղաղության գործընթաց, գրպանն են գցել ախր այդ բանակցությունները, այդ խաղաղության գործընթացն էր Մինսկի խմբով։ Եկավ տապալեց այդ բանակցությունները, պատերազմ հրահրեց, Արցախը հանձնեց, հիմա գցել է գրպանն են գցել, դա հիմա եղավ հարիվ տղա է։ Իսկ քանի որ ես մեր նախկին բաները, բանակցողները ավելի պատասխանատու են, ոչ մեկ չի ասել դուրս են գալու։ Ընդհակառակը ասել են, այո, այս սրա վրա պետք է շարունակենք, բերելով անվտանգության երաշխիքներ։ Բոլորս հասկանում ենք, որ ահավոր պայմաններ են սրանց արածը։ Նոյեմբերի 9-ն էր ահավոր, հիմա սա ավելի ահավոր է։ Բայց մենք ինքնասպան չենք, որպեսզի, ասենք, գնանք մի հատ էլ Նիկոլի պես իրավիճակ ստեղծենք, որ նորից բանը մնացած տարածքներն էլ կորցնենք։ Շնորհակալ եմ Հովհաննես հետաքրքիր համար։ Ֆիլմի պրեմիերան ասացիր երբ։ Ֆիլմի պրեմիերան մայիսի 15-ին ժամը 7-ին կինոտանը։ Շատ լավ։ Հիշեցնեմ զրուցում եմ Հովհաննես Իշխանյանի հետ, կինոռեժիսոր, հանրային գործիչ, ցտեսություն կհանդիպենք։